Բարև ձեզ, Հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումներն է արել իր ֆեյսբուքյան էջում առաջին գրառմամբ նա նշել է, որ պետությունը, այսինքն իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ եկեղեցին նույնպես պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին, գրել է վարչապետը։ Մեկ այլ գրառմամբ վարչապետը մանրամասնել է իր ասելիքը։ Գարեգին բան խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է եւ եթե Գարեգին բն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի Գարեգին բն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը, որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեվոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի արձանագրում եմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարեվարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։ Համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների եւ գործընկերների հետ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական եւ միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները շարունակում են 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները կատարված աշխատանքների մասին զեկույց է ներկայացրել պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդուարդ Հակոբյանը, որից հետո պատասխանել է հարցերի։ Նշեցիք, որ 68 միլիարդից ավել եկամտային հարկի վերադարձ է եղել։ Մենք օրենքի մեջ փոփոխություն ենք արել եւ աստիճանաբար կդադարի Երևանում եկամտահարկի վերադարձի օրենքը ըստ գոտիականության։ Ես ուզում եմ հասկանամ մինչև որ թիվն է, եթե տվյալներ իհարկե կան, մինչև որ թիվն է, որ այս թիվը աճելու է, ինչքան է աճելու եւ այս թվի նվազումը երբ է սկսվելու։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար, դուք ավելի շատ խոսում եք ապագայից, այս պահի կանխատեսումներով 25-26 թվականը առնվազն շարունակելու է տեմպերը աճել։ Եթե չեմ սխալվում, այս տարի 95 միլիարդի շրջանակներում է, մինչև 100 միլիարդ, մյուս տարի կհատենք 100 միլիարդը, 100 միլիարդն էլ կանցնի, հետո նոր արդեն մենք կզգանք դրա հետևանքները։ Ինչու է դա տեղի ունենում այդպես, որովհետև պետք է գիտակցենք, որ կան օրինակ շենքեր, որոնք շինտլությունները ավելի շուտ են ստացել եւ այդ շինարարությունները քանի որ իրականացվել են եւ դրանց ուղղությամբ վաճառքներ կան, դրանք դեռ շարունակելու են 25-26 թվականին իրենց էֆեկտները ունենալ, գումարած նաև նախորդ իհարկե հիպոթեքները, որոնք վերցվել են մեր հայրենակիցների կողմից, արդեն միջնաժամկետում մենք կնկատենք որոշակի դանդաղումներ։ Ավտոներկրողների հետ կապված, տեսեք դուք ասում եք, որ դա էապես ազդել է եւ իսկապես էապես ազդել է մուտքերի վրա այդ ոլորտի այսպես կոչված տրանսֆորմացիան։ 24 թվականին երբ որ քննարկում էինք համանման զեկույց 23 թվականի համար, ասում էին, որ այսպես կոչված աշխատանքների շնորհիվ լրացուցիչ մուտքագրվել է պետական բյուջե ավտոներկրողներից թաքցված, այսպես կոչված խաբեությամբ պահված գումարներ մոտ մի 40 միլիոն դոլարի չափով։ Այնինչ անցած տարվա հոկտեմբերի դրությամբ Վրաստանից միջինասիայով Ռուսաստան է գնացել մոտավորապես 1 միլիարդ դոլարի ավտոմեքենա եւ դրա ճնշող մեծամասնությունը եթե ոչ ամբողջովին արել են մեր հայ տնտեսվարողները, որոնք իրենց բիզնեսը տեղափոխել են Վրաստան։ Այդ արդյունքում Հայաստանի պետական բյուջե, ինչպես նաև դուք նշեցիք, ոչ թվաբանական իմաստով, այլ որակական իմաստով, Հայաստանի պետական բյուջեն չի ստացել ուղիղ մուտքերով մոտավորապես 300 միլիոն դոլար։ Հիմա ինչ որ բան անում եք դուք այդ ոլորտը առողջացնելու համար։ Եթե ավտոմեքենաների մասով խոսենք, մի գնահատական ունենք, որը մոտավորապես 40 միլիարդի
մասին է, 40-41 միլիարդ դրամի մասին է 2024 թվականի համար, բայց այստեղ պետք է գործոնները փորձենք մի քիչ ավելի բազմակողմանի նայել, այսինքն միայն ձեր նշվածը չի։ Միգուցե որոշակի հարկումը տվյալ ոլորտի կարող որ սահմանափակող դեր ունենար, բայց մեր գնահատմամբ առանցքային գործոնները երկուսն են, մեկը Ռուսաստանի կողմից այդ ուտիլիզացիոն վճարի ներդրումն է, մյուսը Վրաստանի կողմից արդեն սահմանափակումներն են, որոնք բերել են այդ իրավիճակին։ Հիմա իրավիճակը շտկելու ուղղությամբ իրականում արդեն սկսել ենք որոշակի քննարկումներ, հասկանալու թե այն հարկման են մեխանիզմը, որը անցած տարվի դրվեց, ինչ ձևով կարող է վերանայվել, որը կարող է լրացուցիչ ազդակ հաղորդել այդ շուկային, բայց դա դեռ քննարկումների փուլում է, բայց ամեն դեպքում ախտորոշումը նա է, որ հիմնական գործոնները արտաքին գործոններ են, ոչ թե ներքին գործոն։ Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը եւ ջրային կոմիտեին առաջարկելով վերանայել Վիոլա ջրի հետ պայմանագրային հարաբերությունները, այս մասին այսօր մանրամասներ են ներկայացվել գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Ձեր ստորագրությամբ մենք 6 կետանոց նամակ ուղարկեցինք կառավարություն ջրային կոմիտե, առաջարկություններ ջրային Վիոլա ջուր ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների վերանայման կարգավորման ուղղությամբ։ 6-րդ կետը հենց այդպես էլ կոչվում էր ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցում։ Պարոն քաղաքապետ 16 թվականին գույքի ցանկը, որը ներկայացվել է վարձակալությամբ տարելու Վիոլային, այդ ցանկը ներկայացվել է թերություններով, բազմաթիվ են դեպքերը մայրաքաղաքում, երբ Վիոլա ջրի սպասարկման տիրույթում չէ, որովհետև գույքը չկա իր ցանկում։ Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին, դա վերաբերում է նորակառույց շենքերում տեղադրված պոմպակայաններին։ Կառուցապատողի մեղքով գույքը չի հանձնվել պոմպը Վիոլա ջրին պետությանը եւ դարձել է գլխացավանքի առարկա բնակիչների վեճի առարկա Վիոլա ջրի հետ։ Այստեղ քաղաքապետարանը որևէ պատասխանատվություն, որևէ մեղք չունի, որտեղ գույքը պետք է կառուցապատողը հանձներ Վիոլա ջրին։ Այնուամենայնիվ օբյեկտիվորեն, պարոն քաղաքապետ, մենք ունենք այս խնդիրը, քննարկել ենք ջրային կոմիտեի հետ, պիտի զեկուցեմ ձեզ, հիմա էլ ընթացքի մեջ է, թարմացրել եմ ցուցակը 24 թվականին կառուցված մեր կողմից կոյուղագծերով, այս պահին 27 կիլոմետր կոյուղագիծ, 28 կիլոմետր հեղեղատար, 5.1 կիլոմետր ջրագիծ, որոնք հանձնված չեն պաշտոնապես Վիոլա ջուր ընկերության սպասարկմանը, բայց արդարության դեմ չգնալով, պարոն քաղաքապետ, շատ հազվագուտ դեպքերում է, որ Վիոլա ջուրը հրաժարվի սպասարկելուց։ Բոլոր մուտքագծերը մանկապարտեզների, բոլոր մուտքագծերը դպրոցական հաստատությունների ներառված չեն Վիոլայի ցանկում, բայց Վիոլան պատրաստակամորեն դա սպասարկում է։ Այնպես որ այս համագործակցությունը կա, բայց վեճը շատ մեծ է, խորանում է, պարոն քաղաքապետ, ես զեկուցում եմ ձեզ, որ ընթացքի մեջ է, հետևողական մեր կողմից այդ 6-րդ կետի պահանջը ներկայացրել եմ ամբողջ ցանկը ջրային կոմիտե, այս շաբաթ նորանշանակ նախագահի հետ հավանաբար մենք կարողանանք քննարկել սա։ Մենք ունենք հիմա սրված խնդիր, պարոն քաղաքապետ, ձեզ պիտի ամբողջը ճշմարտությամբ ես ներկայացնեմ բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում, բազմաբնակարան շենքերի նկողներ լցվող կոյուղաջրերի վերաբերյալ շատ մեծացել է վթարների թիվը։ Այսքանը կհանդիպենք ժամը 18-ին առայժմ։